Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներ Իսրայել համատեղ գործողության արդյունքում Իրանին հասցված վնասը շատ մեծ է։ Նա նշել է, որ հավանաբար ինքն է հրահրել Իսրայելին հարվածներ հասցնել Իրանին, նպատակ ունենալով կանխել Միացյալ Նահանգների դեմ հնարավոր հարձակումը։ Թրամփի խոսքով գործողության արդյունքում գրեթե ամեն ինչ ոչնչացվել է։ Նա նաև նշել է, որ ամենավատ սցենարն այն կլինի, եթե Իրանում իշխանության գա նախկինի նման կոշտ առաջնորդ։ Նրա խոսքով հիշատակվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ընդգծելով, որ նրա հնարավոր իրավահաջորդներից շատերն արդեն մահացած են։ Ոչ, հավանաբար ես եմ հրահրել Իսրայելին։ Մենք բանակցություններ էինք վարում այդ խելագարների հետ եւ իմ մոտ կարծիք էր ձևավորվել, որ նրանք առաջինը կարձակվեն մեզ վրա։ Ես չէի ուզում, որ դա տեղի ունենա։ Հետևաբար, եթե մեկը մեկին ինչ-որ բանի է հրահրել, ապա դա ես էի։ Կարծում եմ ամենավատ տարբերակը կլինի, եթե մենք դա անենք, իսկ հետո իշխանության գա մեկը, ով կլինի նույնքան վատ, որքան նախորդը։ Ճիշտ է։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեն սպանվել էր հակամարտության առաջին օրը ավիահարվածի հետևանքով։ Շուտով մենք ընդհանրապես ոչ ոքի չենք ճանաչի։ Ամերիկայի եւ Իսրայելի զինված ուժերը շարունակում են ռմբակոծել Իրանը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի Թեհրանում ամենաուժեղ հարվածները հասցվել են զենք եւ բալիստիկ հրթիռներ արտադրող օբյեկտներին։ Հարձակման են ենթարկվել Իրանի ռազմական եւ ներքին անվտանգության մի շարք հրամանատարական կենտրոններ։ Սպահանում ոչնչացվել են տասնյակ իրանական հրթիռային կայանքներ եւ զինամթերքի պահեստներ։ Ղոմում թիրախավորվել են բանիմացների խորհրդի շենքը, որտեղ հոգևորականները հավաքվել են Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրելու համար։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հայտարարել են, որ հարձակումներն անդառնալի վնաս են հասցրել Իրանի զինված ուժերին։ Թրամփի խոսքով Իրանն այլևս չունի ռազմաօդային, ռազմածովային եւ հոբ ուժեր։ Իրանի օդային տարածքը ներկայում վերահսկում են ամերիկյան եւ իսրայելական ուժերը։ Մենք խորտակեցինք իրանական Սուլեյմանի նավը, ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Նա նաև հայտարարել է Մերձավոր Արևելք լրացուցիչ կործանիչների եւ ռմբակոծիչների ժամանան մասին։ Հեքսեթի խոսքով մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ անց Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կհաստատեն վերահսկողություն Իրանի օդային տարածքի նկատմամբ։ Իրանի իշխանության կողմից նշանակված ցանկացած առաջնորդ, ով կփորձի շարունակել Իսրայելին ոչնչացնելու Միացյալ Նահանգերին ու աշխարհին սպառնալու կամ սեփական ժողովրդին ճնշելու ծրագիրը, անպայման կդառնա մեր թիրախը եւ կվերացվի։ Այս մասին գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Կացը։ Վարչապետը եւ ես հանձնարարել ենք Իսրայելի բանակին պատրաստվել եւ օգտագործել բոլոր միջոցները այս առաքելությունը կատարելու համար։ Սա մեր ռազմական գործողության հիմնական նպատակներից մեկն է։ Մենք կշարունակենք գործել մեր ամբողջ ուժով, ամերիկացի գործընկերների հետ, նշել է նա։ Ամերիկայի զինված ուժերը ոչնչացրել են իրանական 17 ռազմական նավ, այդ թվում մեկ Սուզանավ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուպերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավարը նաև հայտնել է, որ Պարսից ծոցում այլևս իրանական նավեր չեն մնացել։ Այս պահի մենք ոչնչացրել ենք իրանական 17 նավ, այդ թվում ամենասարքին Սուզանավը, որի կորպուսն այժմ անցք ունի։ Այսօրվա դրությամբ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում կամ Օմանի ծոցում չկա ոչ մի իրանական նավ, եւ մենք կանգ չենք առնի։ Մենք կշարունակենք իրականացնել թիրախների դինամիկ նշանառության գործողություններ։ Դուբայում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսության մոտ իրանական ԱԹՍ-ների հարվածից հետո հրդեհ է բռնկվել։ Հյուպատոսության վրա իրանական ԱԹՍ-ի հարվածից հետո առաջացած հրդեհի կադրերը հայտնվել են համացանցում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորի տարածքում գործող թմրակարտելների դեմ։ Պենտագոնում հայտարարել են, որ գործողություններն ուղղված են թմրաահաբեկչության դեմ պայքարին։ Նշվում է, որ ամերիկացի եւ էկվադորցի զինվորականները վճռական քայլեր են ձեռնարկում այն կառույցներին դիմակայելու համար, որոնք երկար ժամանակ նպաստում են տարածաշրջանում բռնության, ահաբեկության եւ կոռուպցիայի տարածմանը։ Նորդու Զագարակ անցակետում ժամանակավորապես դադարեցվել է հայ-իրանական սահմանի հատումը քաղաքացիների համար։ Ըստ տեղեկության սահմանափակումը կապված է իրանական կողմում ինտերնետ կապի խափանման հետ, որի պատճառով խաթարվել է Իրանում մաքսային ձևակերպումների համակարգի աշխատանքը։ Վարորդների խոսքով Մեղրի Ագարակ մայրուղու վրա դեպի Իրանի սահման 3 կիլոմետրանոց հերթ է գոյացել։
Գարնանային զբոսաշրջությունը երբեմն դիտվում է ամառային բարձր սեզոնին նախապատրաստող փուլ մարտից սկսած նկատվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զբոսաշրջության աշխուժացում։ Սակայն տարածաշրջանում տիրող իրավիճակը մասնագետների խոսքով կազդի տուրիստների հոսքին։ Եթե նույնիսկ քրիչքն է լինում, ապա շրջանցելով շատ երկրներ։ Նրանց կարծիքով այս սեզոնին կարելի է ներքին տուրիզմը ավելի զարգացնել, քանի որ թե մարզեր գնացող ճանապարհներն են լավ, թե ցածր սեզոնին գները բնականաբար շատ ավելի մաչելի են լինում, քան սեզոնային ժամանակ։ Մասսայական միջոցառումների դեպքում սակայն կարծում են, որ կարիք կառաջանա հյուրանոցային տնտեսությունը զարգացնելու։ Գարնասեզոնին իրանցիներն են շատ գալիս Հայաստան կապված Նովրուզի հետ, բայց այս տարի պատերազմի հետ պայմանավորված նման վիճակագրություն չի լինի։ Տարբեր երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում պատերազմական գոտիներ չգնալ, շատ ավիաընկերություններ իրենց թռիչքներն են չեղարկում։ Կարծում եմ, որ Վրաստանից էլ մեծ պոտենցիալ կա, որ կարողանան տուրիստներ ներգրավել։ Մարզերում մեծ քանակի այսպես միջոցառումների համար բավարար չափով հյուրանոցներ չկան, որ շատ հյուրեր ընդունեն։ Հյուրանոցային տնտեսությունը առայժմ համենայն դեպս քիչ քանակությունից առիթ չի եղել մեղվելու։ Վրաստանի աջակցությամբ զարգանում են տարածաշրջանի տնտեսական կապերը, այս մասին Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել վրաց պաշտոնակցին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար։ Հայաստանը կարևորում է հարևան Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը որպես տարածաշրջանային խաղաղության հիմք։ Այսօր էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ եւ օգնությամբ եւ սա շատ բարձր գնահատանքի է արժանի եւ արժանանում մեր կողմից։ Իհարկե Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է եւ կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի պետական ինստիտուտների համար նորություն չէր։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Կառավարություն ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ընդդիմադիրների այն դիտարկումներին, թե այդ ամենին զուգահեռ իրենք ներկուսակցական քարոզարշավ էին անում։ Անվտանգության խորհրդի ներքո բավական երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Այդ աշխատանքային խումբը երեք չի ստեղծվել, նախորդ օրը չի ստեղծվել։ Իրանում նախկինում ծավալված իրադարձություններից առաջ է ստեղծվել եւ այդ աշխատանքային խումբը գործում է ամենօրյա ռեժիմով, ոչ թե մի շաբաթ է գործում, այլ ամիսներով ամենօրյա ռեժիմով գործում է։ Եվ հետեւաբար դեր հարցի համատեքստում անհասկանալի է ինչի ազգային ժողովի նիստը չենք չեղարկել ընդհանրապես։ Իսկ հանգստյան օրերին ներկուսակցական քարոզարշավից Նիկոլ Փաշինյանը գոհ է, ասում է արձանագրել են, որ Հայաստանում չկա մի համայնք, չի լինի նաև բնակավայր, որտեղ կառավարությունը կոնկրետ ներդրում չի արել։ Եվ մենք իմ ամենամեծ տպավորությունը հետևյալն է, որ մենք ինչպես ասում են, եկել է ժամանակը, որ այդ աշխատանքի արդյունքները հանրության քաղաքական արձագանքի տեսքով տեսնենք։ Վրաստանից ուղիղ ազգային ժողով եկած Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում են հայ բեռնափոխադրողների խնդիրների մասին խոսել է Վրաստանի վարչապետի հետ, քանի որ հայ վարորդները օրեր շարունակ մնում են սահմանին, այս կամ այն խոչընդոտի են հանդիպում։ Մենք մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել ենք, թե տնտեսական, թե քաղաքական, թե տրանսպորտային եւ թե մնացած բոլոր եւ եկել ենք կոնկրետ եզրակացությունների, պայմանավորվածությունների, աշխատանքի հետագա կազմակերպման համար։ Կառավարության ղեկավարն էլ առանց կոնկրետանալու ասում է, վրացական կողմի հետ քաղաքական ու տնտեսական հարցերից բացի քննարկել են նաև տրանսպորտային հարցեր։ Գյուղատնտեսական տարին շուտով կմեկնարկի, հետևաբար կսկսեն վառելիքի, պարարտանյութի թանկության մասին զրույցները, բայց ամենակարևորը ոռոգման թեման նորից կդառնա ամենաթոփերից մեկը։ Ոռոգման ջուրը վերջին տարիներին եղել է եւ մնում է համար մեկ խնդիրը, որը խոչընդոտում է գյուղ ոլորտի զարգացմանը։ Կլիման է պատճառը, կրկնում են պատասխանատու չինովնիկները եւ մեջբերում տարբեր ծրագրեր, որոնք իրականացվում են ջրի տնտեսման համար։ Մյուս կողմից խոսում են ոռոգման ցանցի ընդլայնման մասին, ինչը պետք է մեծացնի ֆերմերային տնտեսությունների աշխարհագրությունը։
Վերջի 5 տարվա ընթացքում ռոռոկման ցանցը ինչքան հավելյալ տարածքների վրա է տարածվել, այսքան ինչքանով ընդարձակվել, որովհետև երկրի օրինակ վարելաողելի մոտ 50%-ը չի մշակվում։ Թիվը, որի հետ մենք աշխատում ենք, մոտավորապես 100,000 հեկտար է, բայց նաև կառավարության ղեկավարի եւ ղեկավարի կողմից ունենք հանձնարարական 100,000 հեկտարը հասնել ապագայում 700-800,000-ի։ Այսինքն Հայաստանում այս պահին ահռելի քանակությամբ վարելահողեր մատնված են պարապուրտի, քանի որ անջրդի են։ Կառավարությունը տարիներ շարունակ մեծ ֆինանսական միջոցներ է ներգրավել այս իրավիճակը փոխելու համար, սակայն էական տարբերություն ռոռոկման ջրի հասանելիության մասով կարծես չկա։ Հիմա էլ գործադիրը հերթական մեծ վարկային պայմանագիրն է պատրաստում, այդ թվում ռոռոկման ցանցի նորոգման համար։ Այն տեղերն են իրանք վերանորոգել, թեկուզ կապիտալ շինարարություն են արել, որտեղ որ սովորական մեքենան գնում կանգնում է, ղեկավարներն են կարողանում են մոտենալ առանց կոշիկների ծայրերը փոշոտելու, իբրև թե դիտում են ռեպորտաժ են պատրաստում։ Դրանից այն կողմ տարածքներ կա, որ բացարձակ սկիրանք ոտքով էլ չեն անցել։ Այս պահին ըստ պաշտոնական տվյալների ջրի կորուստը 50%-ի սահմաններում է, բայց այդ թիվը խիստ մոտավոր է, քանի որ չկան հստակ չափման մեխանիզմներ։ Ժամանակին Հայաստանում տեղադրվել են SCADA համակարգի բաղադրիչներ, որպեսզի հստակեցվի, թե ջուր սպառող յուրաքանչյուր ձկնաբուծարան, ֆերմա, հեկ որքան ջուր է վերցնում համակարգից։ Սպառվող ջրի քանի տոկոսն է ջրաչափվում։ Ցավոք շատ փոքր տոկոսը ունենք սարքեր, որոնք դրվել են, հետո հավաքվել են, ունենք սարքեր, որոնք դրվել են, փչացվել են, վնասվել են, ունենք սարքեր, որոնք դրվել են ինչ-ինչ պատճառներով չեն աշխատում։ Այսինքն պետությունն այս պահին չունի պատկերացում, թե գետնի վրա ով որքան ջուր է սպառում, որտեղից որքան ջուր է դուրս գալիս եւ որքանն է տեղ հասնում, ամեն ինչ մոտավոր է։ Գերօգտագործման ընկերությունների մոտ իրանք ցույց են տալիս 46-ից 50% կորուստ, տեղ կա ավելի բարձր, գանձումներն են խայտարար, բայց մեծ ցանցերում կորուստները շատ ավելի բարձր է։ Խնդիրը լուծելու համար նախ պետք է հասկանալ, թե որտեղից է այն սկսվում, հստակ տեղը եւ պատճառները։ Ռոռոկման համակարգի վերաբերյալ այս պատկերացումները չկան։ Գուցե այդ է պատճառը, որ տարիներով հարյուրավոր միլիոնների ծախսը այս ոլորտում այդպես էլ արդյունք չի տալիս, եզրակացնում են մասնագետները։ Իրանց կանյակ հետաքրքիր չի, լեփողն հետաքրքիրել է զենքերը։ Լոռու մարզի Արջահովիտ գյուղում բնակիչները տունն այս վիճակում են հայտնաբերել մարտի 4-ին տանտիրոջ Արտավազդ Կարապետյանի ծննդյան արարողությունից վերադառնալուց հետո։ Տան դուռը կոտրված է եղել։ Դուռն էլ են կոտրել, թե Մեջը խառնել։ բացել։ Երախու կասն են ջարդե կոպեկները տարել։ Ասե հիմա ջարդած մեջ կոպեկներն են տարել։ Այդ ժամացուցնել են, չէ՞ կոտրել։ Просто տածել են կարող ազամաչույց մեջ բախացել ջարդել։ Բոլոր սենյակները տակնու վրա են արվել, նույնիսկ խոհանոցը, անասնագոմն ու բակում կայանված մեքենան։ Խոշոր չափի գումար են տարել, ոսկյա զարդեր, անգամ երեխայի դրամատուփն են կոտրել, կողացել ողջ պարունակությունը, բայց սա ամենը չէ, իրենց հետ տարել են նաև 4 հատ օրինական զենք։ Բարու տետելա տարի, շեշմա, պատրոնները, հեսկայեսի կարաբնիս, պատրոններով հետը գնաց։ Տան տարածքում տեսախցիկներ կան, բայց դրանք կոտրված են, իսկ կրիչները տարել են իրենց հետ։ Այս կամերանեն է, բայց բաները տարել են, էլի։ Չպերը տարել են, որը կրիչները տարել են, էլի։ Որը որ ձայնագործել որը պետք չի են թողել են տարել են։ Ուզում եմ նաև խոսքս ուղղել են այստեղից ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին եւ ՆԳՆ ոստիկանության պետ ՆԳ նախարարի տեղակալ Ամոց Սուլյանին։ Դուք ինչպես նաեւ նախկին նախարարների ոստիկանապետերը միշտ ասել են, որ գյուղամիջյան գյուղերում պետք է պարեկները շրջեն։ Եթե պարեկները շրջեն, հաստատ գողերը կիմանան, որ այդ մարդիկ ֆռմ են ու չեն գա այդ գործը անեն, այս գործը անեն։
Իդեպ Արտավազդ Կարապետյանն աշխատում է Սպիտակի եւ Վանաձորի բժշկական կենտրոնների դիահերձարանում, իսկ հավաքվածները նշել են, որ այս դեպքը առաջինը չէ։ Սպիտակի տարածաշրջանում պարբերաբար են գողություններ տեղի ունենում, դրանց մեծ մասը մինչև այժմ այդպես էլ չի բացահայտվել։ Մարտի 3-ին Երևանում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Քանագեր Զեյթուն վարչական շրջանի Գոգլի 23 հասցեում շինհրապարակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Պարզվել է, որ նորակառույց շենքի շինհրապարակում ամռան գործելու ընթացքում 49-ամյա նվերը 3 մետրից ընկել է ու տեղում մահացել։ Մահացածն աշխատում էր այդ շինհրապարակում որպես ամրանագործ։ Իջավ մեզ կեղտա ջրի միջով պետք է գնա։ Իսկ Մայրաքաղաքում կենթանաբանական այգու ստորգետնյա անցման մոտ, որտեղ նաև տրանսպորտի համար նախատեսված կանգառ կա, հակասանիտարական ու գարշահոտ վիճակ է։ 10 օրից ավելի դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս, հասնում մինչև մի քանի կիլոմետր։ Խնդիրը լուծելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ դիտահորը մաքրվի։ Միգուցե պատասխանատուներն այս ահազանգից հետո գործի անցնեն։ Սա պետք է ոչ թե անընդհատ մաքրվի, այլ մեկ անգամ հիմնովին փոխվում է ջրատար այդ կեղտա ջրերի խողովակները եւ խնդիրը հաստատ կլուծվի։